եմ, թե որտեղ ենք հասել այսօր, ուր ենք եղել։ Այս ինչպես միշտ նավի կոորդինատները այս անկյունում գրվում է, այս պահին ամսաթիվն է գրվում, վրա գրված օգոստոսի 3 ժամը, այն քաղաքները ու այն տեղերը, որ մենք գնալու ենք, այսպես գրվում է, եւ գրվում է, որ մենք հիմա այստեղ ենք, Բիլբանո ենք գնալու։ Verdon, մի տեսակ իրանք ֆրանսիական ձևով են ասում, Verdonից դուրս եկանք, հիմա գնալու ենք իսպանական քաղաք Բիլբանո։ Նա որ նորից կա։ Լավ կլինի, որ ես մի հատ նորից նկարեմ այդ բաղը, այս քաղաքն ենք գնալու, ստեղից դուրս ենք եկել։ Աղա առավոտյանը տեղ եք հասնելու։ Դեռ չգիտենք ինչ ենք անելու, տուր չունենք վերցրած, տեղում պետք է կողմնորոշվենք, բայց ասում են, որ այդ քաղաքում կարելի է նավահանգիստից դուրս գալ, գնալ այդ քաղաքը ման գալ։ Հասել ենք Բիլբաո քաղաքը, բասկերի քաղաքն է, Իսպանիայում է գտնվում։ Սա իմ հետևում հետևում է գտնվում այդ քաղաքը, մի հատ են կողմնեկը գնամ կնկարեմ, դեռ նավի մեջ ենք իհարկե, թեթև անձրևային է, բայց ասում են, որ ստեղ միշտ անձրևներ է գալիս։ Հուսամ շատ տեղատարապ անձրև չի գա ու կզման կգանք, որովհետև եթե տեղատարապ անձրև գա, հաստատ կխանգարի մեզ։ Պետքա դուրս գանք, էքսկուրսիա չունենք, տուր չունենք, պետքա դուրս գանք, նայենք, թե ինչ անենք, սենց մանգալով գնամ, որ համ ինձ տեսնեք, համ բասկերին տեսնեք, բասկերի քաղաքը տեսնեք։ Բասկերը ասում են շատ մոտ են հայերին, որ հետազոտություններ է արված, ինտերնետից կարող եք գտնել, բասկերի լեզվի հետ կապված, ասում են, որ հայերեն լեզվին է մոտիկ, չնայած կա նաև հետազոտություններ, որ վրացերենին են մոտիկացնում, այս կան առայժմս։ Մեր նավարկության 4-րդ օրն է, մենք այսօր հասել ենք Բիլբաո քաղաքը, Իսպանիայում։ Բիլբաոն բասկերի քաղաքն է, իմ հետևում, դեռ մեկ նավի մեջ եք, իմ հետևում այդ ամբողջ քաղաքն է երևում։ Բասկերը շատ մոտ ազգ են համարվում հայերին, բավականին մեծ հետազոտություններ են արել ու լեզվական նույնիսկ նմանություններ են գտել բասկերի լեզվի և հայերենի հետ։ Ընդ որում բասկերի լեզուն ոչ մի լեզուների հետ ուրիշ նման չի։ Ինչ ասեմ, չնայած հետազոտություններ կան, որ նույնիսկ վրացերենին է նման, չգիտեմ ինչ կանով է ճիշտ։ Այստեղ էքսկուրսիա չունենք մենք, տուր չունենք վերցրած, պետք է իջնենք քաղաքը ման գանք, ինչ հնարավոր լինի, ցույց կտանք։ Այս կողմն է նկարեմ, կարնիվալի ավտոբուսներն են, որ մարդիկ էքսկուրսիա են վերցրել, այդ մարդկանց տանում են։ Հիմա մենք արագացնենք, որովհետև կոնկրետ բան չունենք անելու, պետք է հասկանանք, իջնեմ, տեսնեմ ինչ է իրավիճակը, նորից դրա որոշեմ։ Գոնե քաղաքը իջնենք, մի քիչ ման գանք։ Քանի որ առաջի անգամ եմ ես ստեղ, ինչ էլ անեմ, իմ համար հետաքրքիր է լինելու։ Շատ չեմ մտածում։ Հետո եթե ուրիշ անգամ եթե գամ, ավելի կոնկրետ տեղեր կգնամ։ Այսքան։ Կառավոտ շատ շուտ է։ Դե համար նավը ու մարդիկ էլ գնում են էքսկուրսիաներ եւ այլն, մյուսները բուֆետ։ Տեսեք ինչքան հանգիստ է ամենուրեք, այս տախտակամածը նավի։ Նավից այս գեյթից դուրս եկանք, չնայած երբեմն լինում է, որ ծովի բարձրությունից, օվկիանոսի բարձրությունից կախված գեյթերը կարող է փոխվեն, հարկերը դուրս գալու։ Ուրեմն նավից դուրս եկանք, այս այնց շենքը մտանք, տղի ինֆորմացիոն կենտրոն է, տեղից տվեցին քարտեզը մեզ և ինֆորմացիա, թե ոնց գնանք մետրո, տաքսին որտեղից նստենք, տեղից կարելի է տաքսիները նստել, հենա տաքսիները գրած է, մի քանի օկով հավաքվել, նստել ու գտանի այնտեղ, որտեղ ուզում եք, հիմնականում իրանց այդ թանգարանի կողմն է տանում։ Իսկ մենք նստեցինք free bus-ը, իսկ free bus-ը տանում է ինչ-որ միտեղ, որտեղից մենք պետք է նստենք մետրո, նոր գնանք այդ իրանց հայտնի Guggenheim մուզեումն է, կարծեմ ճիշտ եմ ասում անունը։
Այս free bus-ը ասեց 15 րոպե մեկ իբր աշխատում է։ Ես իհարկե կնախընտրեի տաքսիով գնալ, բայց տեսնենք ինչ կլինի։ Պահերը ինձ շատ հետաքրքրում է, ասենք դուրս ես գալիս այս նավից, ինչ կարող է անես, ինչ կա, տաքսի կա, ավտոբուսներ կա, որտեղ է կանգնում, որտեղ ամեն նավահանգստում տարբեր է լինում։ Դրա համար ես որ ուզում եի ես նավարկությանը գալ, նախորոք շատ հետաքրքրվում էի, թե որ նավահանգստում, ինչ ձևի է, ինչեր կարելի է նստել, գնալ քաղաք։ Այս մեր նավն է, հիմա իմ համար շատ հետաքրքիր էր, դրա համար ես հիմա նկարում եմ սա եւ իմ համար եւ իմ մարդկանց համար, ովքեր ասենք մի օր հանկարծ բախտ կվիճակվի կգան նավով Բիլբաո քաղաքը։ Այդ դեպքում կհասկանան, թե նավից որ դուրս են գալիս, այս մասը ինչ տեսք ունի ու ինչ կարող են անել, ասենք, ստեղից։ Ես արդեն առաջարկեցի բացի նավի էքսկուրսիաներից, այդտեղ հիմնականում տաքսիներն են եւ նաեւ free shuttle կա, որ հիմա մենք մեջն ենք այդ free shuttle-ի։ Այդ free shuttle-ը տանում է ինչ-որ մի տեղ, որը մոտ է մետրոյին եւ այն մարդիկ են գավորները, որ մեր հետ գնացին Մոնեի մուզեյումը։ Այդ տեղից արդեն իրանք առաջարկում են մետրո նստել, մետրոյով գնալ իրանց հայտնի Գուգենհեյմի թանգարանը։ Նենց անունը ամոք, մորանում եմ այդ անունը, Գուգենհեյմ։ Քիչ քաղաքը նկարենք ավտոբուսի միջից։ Ապակին իհարկե մաքուր չի, բայց ինչ անեմ։ Այստեղ ասում են շատ անձրևներ է լինում։ Մեր բախտը բերեց, այսօր անձրևային օր չի, բայց ընդհանրապես Բիլբաո քաղաքը շատ անձրևային է լինում։ Եվ այս քաղաքը շատ խոցելի է ջրհեղեղների նկատմամբ, քանի որ այն բոլոր կողմերից շրջապատված է բլուրներով եւ ջուրը հոսում է գետով ու լցվում է քաղաքը։ 1983 թվականին այստեղ տեղի ունեցել աղետալի ջրհեղեղ։ Ես ընթացքում մի քանի հետաքրքիր տեղեկություններ կարդամ բասկերի եւ հայերի նմանության մասին։ 19-րդ դարի վերջում անգլիացի գիտնական Էդվարդ Սպենսեր Դոջսոնը պատահաբար շատ հետաքրքիր բացահայտում արեց։ Նա հայտնի բասկագետ էր եւ որոշեց նաեւ սովորել հայերեն։ Արդյունքը անսպասելի էր։ Նա նկատեց, որ հայերենում եւ բասկերենում շատ են նույն բառերը։ Արդյունքը ապշեցրեց նաեւ բոլոր այն գիտնականներին, որոնք բասկերենի վրացական ծագման մասին տեսության կողմնակիցներն էին։ Հաջորդ հետաքրքիր ուսումնասիրությունը կատարել է երիտասարդ բասկագետ Բերնարդո Էստորնես Լասան, որը հետագայում դարձավ անվանի գիտնական ու ակադեմիկոս։ Մի անգամ Իսաբա գյուղում, Նավարայի հյուսիսում, նա գրի առավ տեղական մի ավանդույթ, համաձայն որի Իսաբան հիմնել էին հայերը, Նավարայի առաջին բնակիչները ու բասկերի նախնիները։ Նույն ավանդույթում ասվում էր, որ բասկերի առաջնորդի անունը Այթոր է եղել, որը իր 7 որդիների հետ եկել է Հայաստանից եւ ի պատիվ նրանց 7 բնակավայր հիմնադրել Նավարոյում։ Իսաբայում մինչև հիմա կա Էրմինա անունով ճանապարհ։ Պարզվեց, որ բասկերենում լեգենդար նախահայր Այթորի անունը բառացիորեն նշանակում է այից եկած կամ ծագումով այից, ինչն էլ բավականին մոտ է հայերենին, հայի թոր կապակցությանը։ Բասկերենում ասում են Այթորեն Սեմե, զտարյուն բառացիորեն Այթորի որդի։ Կազմվել է բասկերենի եւ հայերենի ընդհանրությունների առավել ամբողջական ցուցակը, դրանց թիվը հասնում է մոտ 1000 բառերի։ Ինտերնետում կան այդ բառերը, կարող եք կարդալ, նայել, ուսումնասիրել։ Եվ մի շատ հետաքրքիր փաստ ասեմ, որ երբ որ լինում է ողնուղեղի դոնորության խնդիր, հայերը ողնուղեղը կարող են ընդունել միայն հայից։ Եվ հավասիկ պարզվեց, որ հայերին ամենամոտ ոսկրահյուսվածքը դա բասկերի ոսկրահյուսվածքն է։ Կանգառները շատ հետաքրքիր են դիզայն արած, նայեք, ասենց ապակեպատ տեղը, կառույցը,
որ համեն լույսն է լավ ընկնում այդ մետրոյի մեջ, մուտքի մոտ։ Կանգնանք ստեղ, մետրոյի մոտ ենք կանգնել, այ մետրոն ստեղ է։ Բիլբաոյի մետրոները նախագծել է հայտնի ճարտարապետ Նորման Ֆոստերը։ Հետաքրքիր մուտքեր ունեն, հետաքրքիր դիզայնով են կառուցված, նրանք եւ գեղեցիկ են եւ ժամանակակից, եւ տեսանելի են գիշերը, եւ մուտքը ապակե խեցիաձև է, որը եւ ապահովում է այն, որ լույսը շատ լավ թափանցում է ներս։ Մենք ուրեմն գտնվում ենք այդ բանից Բիլբաո իրական քաղաքից 15 րոպե հեռավորությամբ վրա։ Դրա համար այս ստեղ կանգնա մեզ իջացրել, հիմա պետք է մետրոյով մենք գնանք այդ Բիլբաո քաղաքը հենց, քաղաքի կենտրոնը։ Մետրո կա, հա, ստեղ մետրո կա, հա, ես հիշում եմ դաժա ստեյշնը։ Այս մետրոները իրանց նայ հետաքրքիր է դիզայների մասին շատ կարծացի, հատուկ սենց են արել, որ համ Անդրևից է պաշտպանում, համ լուսավորություն է ստեղծում։ Ասեցի նայաստեղից պետք է նստենք, այս մայոյա կանգարը նստել։ Մենք որտեղ ենք։ Իջանք միանգամից եկանք ստեղ կանգարում տոմսեր են վաճառելու, այդ տոմսերը պետք է առնենք ու մայոա, թե ինչ է, ոնց էր կոչվում մայոա, այդ կողմ ենք գնալու, որտեղ տեղից ենք, այդ ստեյշնն է մոտիկ շատ թանգարանին։ Տիկետն ենք առնում, երկու հոգ, go and return. Okay. And to Bilbao is and how much? One. Okay, one ticket. Oh, I should have gone ahead and gotten two. So that gets... Can we... Okay, now it's too late. No, you are in Bilbao, yes. Okay. Այս ստեղ էինք մենք, ստեղից պետք է գանք այս մայոա, այստեղ։ Այստեղ։ Այս մետրո ստեյշնը եկանք։ Հիմա պետք է այս պլազաով մայոայի մեջ ենք մենք հասել։ Հիմա պետք է Գուգենհայմին մուզեյումը հասնենք։ Գտնենք, որտեղ է։ Այնքան նման են այս բասկերը հայեր, ինչ եք պատկերացնում։ Նայում եմ, դե ընդհանուր իսպանացիներն են նման, բայց բասկերը ավելի շատ։ Այդտեղ մետրոյից իջանք, հենց շարունակում ենք այս նույն փողոցով։ Հարցրեցինք մարդկանց, այստեղ այս շենքերը հիշենք, որ հետ գալուց։ Ասեցի Գուգենհայմ մուզեյումը ոնց գնանք, բոլորը հայտնի է այստեղ բոլորին։ Ասեց, այս մեկը չէ, մյուսով սենց գնացեք սենց։ Բիլբաոյի փողոցներով քայլում ենք։ Հեսա ցույց է տալիս այս մուզեյումի տեղը, տեսեք, հա։ Yeah, you're good. Այդ ցուցատախտակները շատ լավ դրված են։ Նայում ենք ու գնում ենք դեպի թանգարանի տեղը։ Թանգարանը ժամանակ երևի չլինի մտնելու, կնայենք իրավիճակը ոնց է, բայց կողքերը լիքը մանգալու տեղեր կան, որ հազիվ հասցնենք։ Մենք հիմա գնում ենք դեպի իրենց հայտնի Գուգենհայմի թանգարանը, ամենահայտնի թանգարանն է այստեղի, կանադացի ճարտարապետ Ֆրենկ Գեհրիի աշխատանքն է սա, ձկան թեփուկների տեսքով եւ նավերի ուրվագծով կառուցված փայլուն շենք է։ Հետևում եկեղեցի ենք, սա դուք կանոնը գնանք։ Արի գնանք նայենք կանոնը։ Լավ եմ զգում, շատ սիրուն քաղաք է, եղանակն էլ հրաշալի եղանակ է, ոչ շոկ է, գրված էր 90 աշճան, բայց բացարձակ, ոչ շոկ է, ոչ Անդրև է, հուսուն եմ չի գա։ Թեքվանք այս փողոցով մի անգամից, այս եկեղեցու աջ կողմով։ Մի անգամից տեսանք այն երևաց այդ ինչ-որ ինտերնետում էի տեսել։ Այդ թանգարանի շենքը։
Շատ հաճելի մարդիկ էին, շատ քաղաքավարի, մետրո ենք նստել, հելել են իրանց տեղերի, զիջում են իրանց տեղերը, այս բան վաղուց չէի տեսել ես։ Փողոցում մի բան հարցնում ես, մարդիկ շատ հաճիկով պատասխանում են։ Երևում է այդ մուզեյումի շունը, որոշ մարդիկ կատվի են նմանացնում, բայց իրականում շուն է սա, ծաղիկներով։ Այսինքն հեռվից արդեն ես տեսա, տեսնում ես այդ մուզեյումի։ Okay. Ասեն չգիտեմ, ինքս ինձ նկարեմ, թե փողոցը նկարեմ։ Բայց արդեն մուզեյումի դիմացն ենք։ Ասե հետևից նկարեմ մուզեյումը, որ տեսնենք։ Էսա, ես, տեսակ ես շունիկը, հանրահայտ իրանց։ Բոլոր նկարներում ինտերնետում կա Բիլբաոյի։ Ուրա! Hello, Bilbao! Բիլբաոյի հայտնի թանգարանն է, Գուգենհեյմի։ Դες նայեմ, ճիշտ եմ կարծում այդ Գուգեն։ Ոնց է կարդացվում այդ թանգարանի անունը։ Շատ տարօրինակ է, ամեն անգամ մոռանում եմ։ Այս էլ իր հայտնի շունիկն է, ծաղիկներով։ Okay. Էսա։ Թանգարանը, շունը ու ես։ 1997 թվականից ի վեր հպարտությամբ կանգնած է այստեղ այս շնիկը, ամերիկացի նկարիչ Ջեֆ Քունսի կողմից ստեղծած այս շնիկն է, նա 12 մետր բարձրություն ունի, ծածկված է ավելի քան 38,000 ծաղիկներով, որոնք տարվա մեջ մոտավորապես 2 անգամ փոխում են։ Մի քիչ մոտ տեղից նկարենք այս շնիկը, ասենք նկարենք։ Շնիկը, մեկ որ ասում են կատվի են նմանացնում, կատու չի, շնիկը այսա։ Այսօրվա Բիլբաոյի ամենահայտնի տեսարժան վայրը Գուգենհայմի ժամանակակից արվեստի թանգարանն է։ Թանգարանը բացվել է 1997 թվականին։ Կանադա-ամերիկացի ճարտարապետ Ֆրենք Գեհրիի կողմից նախագծված Բիլբանո Գուգենհեյմի թանգարանի շենքը ներկայացնում է 20-րդ դարի ամենաարդիական ճարտարապետության հիանալի օրինակ։ Այս թանգարանի կառուցումից հետո ամբողջ քաղաքը վերակենդանացավ։ Հետևում ես թանգարանի անունն է, տեսնում ես։ Կա շատ մի հայտնի անուն Բիլբանոյի էֆեկտ։ Դա այն տերմինն է, որը նկարագրում է այն երևույթը եւ տպավորիչ ճարտարապետական նշանակալից մշակութային հաստատությունը, ինչպես Բիլբանոյի Գուգենհեյմի թանգարանն է, կարող է խթանել քաղաքի տնտեսական, սոցիալական վերածնունդը։ Թանգարանի հենց կողքին գտնվում է հաջորդ ստեղծագործությունը, կոչվում է Բարձր ծառ եւ աչք, կայացնում է մոտավորապես 73 անդրադարձնող գնդեր։ Դժվար է սա քանդական բաներ, սա պարզապես իլյուզիոնիստական աշխատանք է։ Մեկ էս հետաքրքիր կոմպոզիցիան։ Հետո դրա մասին կասեմ։ Մենք հիմա անցնում ենք շատ հետաքրքիր մի երևույթի մոտով, այս մշուշը, տեսնում եք, այդ մշուշը հենց այնպես չի, բնական մշուշ չի, դա կոչվում է մշուշի քանդակ։ Այդ քանդակը ես հետո հետ գալուց առանձին նկարել եմ եւ կտեղադրեմ, կտեսնեք, մենք բավականին սպասեցինք, մինչեւ այս երևույթը հետո նորից տեսանք։ Դրանք ինչ-որ բաներ են վաճառում, սարդեր, հիմա կասեմ ինչի, որովհետեւ այդտեղ հետաքրքիր բան կա, այդ սարդի արձան կա։ Այդտեղ շատ հետաքրքիր սարդի արձան կա, սարդը կոչվում է մաման։ Դրա համար այդտեղ սարդի սուվենիրներ են շատ վաճառում, այս շների սուվենիրներ են այստեղի սիմվոլներն են։ Շնիկը, սարդերը, համը վիդեո եմ նկարում։ Այստեղ նայի, մի հատ սենց բան է լինում, մշուշապատ
Մշուշա դուրս գալու հիմա։ Որ ժամանակ առ ժամանակ նոր որ եկանք այդ մշուշը կար։ Դա հայտնի ճապոնացու քանդակ է կոչվում, քանդակ պատկերացրա։ Այդ մշուշը ասում են քանդակ դրան, որը ժամանակ առ ժամանակ սենց դուրս է գալիս ու հետաքրքիր էֆեկտ է ստեղծում։ Բայց հիմա չկա, հիմա մի քիչ պետք է սպասենք։ Այս քաղաքը ժամանակին շատ վատ ժամանակներ է ունեցել։ Այս Բիլբաոյի թանգարանը կառուցելուց հետո միանգամից քաղաքը ծաղկել է։ Դրա համար այս երևույթը կոչվում են Բիլբաոյի էֆեկտ, որ մի թանգարանը կարա ամբողջ քաղաքը ծաղկեցնել, փոխել քաղաքի կյանքը, առօրյան, ամեն ինչը միանգամից փոխվել է այս թանգարանը կառուցելուց հետո։ Սարդը շատ հայտնի սարդը կոչվում է, արդեն մաման է կոչվում, մայր սարդը, որ իբր պաշտպանում է իր ձագերին։ Այս էլ հետաքրքիր կամուրջ է։ Լուիս Բուրժուայի աշխատանքն է այս սարդը եւ նրա աշխատանքները կան նաեւ թանգարանի ներսում, անունը Մաման է, մոտ 9 մետր բարձրություն ունի այս արձանը եւ խորհրդանշում է մայրությունը։ Այս քանդակի հեղինակի մայրը գլուբելանագործությամբ է զբաղվել եւ սարդը որպես հյուսող կենդանի այս քանդակը նա նվիրել է իր մորը։ Հայտնի սարդի քանդակն է թանգարանի դիմացը։ Մաման։ Արձանը նկարենք, տեսնենք ում արձանն է։ Վերջին հաշվով էս թանգարանի դիմաց։ Սա Ռամոն Ռուբիալ Կավիանի արձանն է, իսպանացի սոցիալիստ առաջնորդ է եղել բասկերի երկրում, 1934 թվականին ձերբակալել են, դատապարտել են բանտարկության հեղափոխական գործունեության համար, մի խոսքով Իսպանիայում ու առավել ևս բասկերի երկրում հայտնի քաղաքական գործիչ է եղել։ Ես մտածեցի, որ արդեն սխալ եմ եկել, որովհետև այդ արձանները գնում ենք, ինտերնետում նայել էի, YouTube-ում տեսել էի, այստեղ չէի տեսնում։ Հետո տեսա, որ չէ, ճիշտ է։ Սա ինչ-որ նավը քաշող, թե լաստանավը քաշող կանայք են։ Այս արձանների շարքը կոչվում է Las Zirguerasi արձանը, նվիրված է նավեր քաշող կանանց։ Քանդակը կանանց աշխատանքի կարևորության եւ հավասարության մասին է, աշխատանքը հարգանքի տուրք է մատուցում Սիրգերասների պարանով աղջիկներ կերպարին, կանանց, որոնք գետաբերանից նավեր էին քաշ տալիս միայն պարանով իրենց սեփական ուժով։ Ուրեմն կամուրջներ շատ կան, ստեղ մի հատ ընդեղ կար կամուրջ, հիմա մի հատ էստեղ կա կամուրջ, նայի։ Երևի էլի լինի, ընդեղ էլ կա։ Մի քանի հատ կամուրջներ կան, մի հատ չի։ United Nations-ի Ստեղ ինչ ա նկար գրած, ուր գնալ, ինչ գնալ։ Մուզեյումը այս կողմն է։ Չգիտեմ։ Գրած է, քանի ինչ կան այդ ճանապարհը։ Old Town-ը այս կողմն է։ 1060 մետր է գրած, 1060 մետրից Old Town կլինենք։ Մի կիլոմետրը ինչ է մեր համար։ Կքայլենք։